2026 թվականից, եթե ճիշտ եմ հիշում ապրիլից, բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները իրենց կենսաթոշակները ստանալու են բացառապես անկանխիկ եղանակով։ Դա նշանակում է, որ մարդիկ միայն քարտերով կարող են ստանալ իրենց եկամուտները եւ կառավարությունն ասում է, որ այդ քայլով մենք տալիս ենք հնարավորություն բոլորին օգտվելու անկանխիկ ուրեմն քեշբեքի հնարավորությունից, հա, բայց նաև այս լուրը ունի շարունակություն, որովհետև նույն կառավարությունը բերում է տվյալներ, ասելով, որ ներկայումս անկանխիկից եւ քեշբեկից օգտվում են կենսաթոշակառուների եւ նպաստառուների միայն 10%-ը։ Հիմա այստեղից առաջանում է հարցադրում, տես, թեկուզ ոչ 10,000 դրամի չափով, մինչև 6,000 դրամի չափով քեշբեքը գործում է նաև այսօր։ Այդ պարագայում հարց է առաջանում, ինչու են այդքան քիչ թվով, այո, օգտվում այդ հնարավորությունից, որովհետև իրականում, որքան էլ որ թեման այսպես նուրբ թեմա է, բայց այդ 4,000 դրամի տարբերությունը բովանդակային մեծ փոփոխություն չի տալիս, չէ՞։ Եվ եթե մարդիկ կարողանային կամ առնվազն հարց է առաջանում, ինչով է պայմանավորված եւ որքանով է օբյեկտիվ, որ այդքան քիչ թվով մարդիկ են օգտվում։ Իսկ օբյեկտիվ խնդիրներ այդտեղ կան, այդ թվում նաեւ մեր բազմաթիվ կենսաթոշակառու նպաստառու քաղաքացիներ, ովքեր ունեն օրինակ շարժողականության հետ կապված խնդիրներ եւ այլն։ Այսինքն առավել քան օբյեկտիվ եւ արդար է այդ հարցադրումը, որ սկզբում պետք է լուծել խնդիրը հասանելիությունը, հետո նոր փորձել առավել եւս պարտադիրին անցնել։ Սա տեխնիկական մասով այստեղ ակնհայտ է, որ 2026 թվականից այո լրացուցիչ խնդիրներ եւ դժվարություններ առաջանալու են։ Արդեն գալով հարցի բովանդակային մասին, որը ելի եմ կրկնում շատ նուրբ է եւ առնվազն գոնե ես փորձում եմ այս առումով գնահատականները հնարավորինս մեղմ հնչեցնել, 10,000 դրամը շատերի համար գուցե իսկապես որոշիչ գումար է, մեծ նշանակություն ունի եւ ցավոք սրտի դա եւս լավորից չէ, բայց մենք վերջին տարիներին ունենք բարենամթերքիս առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների անգամներով թանկացում երբեմն։ Այն դեպքում, երբ միջին կենսաթոշակի բարձրացումը անգամներով պակաս է, քան թանկացումները։ Հետևաբար առաջանում է հարցադրում, սա իսկապես բովանդակային առումով խնդիր լուծում է, թե ոչ, ելի կրկնում եմ, որ որևէ կերպ չնվաստացնելով այդ 10,000 դրամի շատ-շատերի համար բավական մեծ նշանակություն է, բայց այս հարցադրումն առաջանում է։ Եվ իդեպ կենսաթոշակառուների եւ առհասարակ բարեկեցության հետ կապված խնդիրները մեզ մոտ գնալով բարթանում են նաև օբյեկտիվ մի պատճառով, մի պատճառից ելնելով, այն է պետական բյուջեի բեռը հետզհետե ծանրանում է, օրինակ նույն պետական պարտքի սպասարկման մասով, ավելացող պարտքի։